Հարգելի հետևորդներ, այս պահին մենք գտնվում ենք դատարանի շենքի մոտ, այստեղ եկան նաև Գագիկ Ծառուկյանի դուստրերը։ Նշենք, որ այսօր առավոտվա 9-ից քննվում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը դատարանում 3-12 ժամ տևողությամբ խոզարկությունից հետո ձերբակալեցին, ապա քննչականից Գագիկ Ծառուկյանին տեղափոխեցին դատարան։ Ահա դուք տեսնում եք, որ ընտանիքի անդամներն են, դուստրերն են այստեղ։ Նշեմ, որ այստեղ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել, ուղղակի միտեղ արև, միտեղ զով, միտեղ մեքենաների մեջ, բայց բազմաթիվ քաղաքացիներ կան դատարանի առաջ դեռ կեսգիշերից։ Շատ ու շատ իրավաբաններ ու փորձագետներ արդեն ասել են, որ այնինչ կատարվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որևէ իրավունքի շրջանակում չի տեղավորվում։ Կներեք, մի հարց կարելի է, ձեզ համար սպասելի էր նման գործողությունը։ Առավոտ այդպես ժամը 7-ին, որ մտնեն։ Ուզեք, այս իշխանությունից ասում ամեն ինչ սպասելի է, բայց ճիշտ չէ, ես դատապարտում եմ նման վերաբերմունքը։ Նամանավանդ ես բացի եմ, որ Գագիկ Ծառուկյանի դուստրն եմ ու պարտավոր եմ այստեղ լինեմ, ես տարիներ շարունակ եղել եմ հիմնադրամի տնօրեն Գագիկ Ծառուկյանի ու ես ինքս ներկա եմ եղել եւ անմիջական կապ եմ ունեցել այն ամեն ինչի հետ, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը այս երկրի եւ այս ժողովրդի համար եւ ուղղակի փողերի լվացում ուղղակի ծաղալվեց ամեն ինչին եւ ես չեմ կարող չդատապարտել եւ շատ ամենքներ։ Ձեր հիմնադրամում որևէ քննչական գործողություններ իրականացվել են։ Հիմա ես այլևս հիմնադրամի հետ առնչություն չունեմ, բայց ոչ մի նման բան չի։ Տեսեք, պարբերաբար աուդիտ է արվում, աուդիտի արդյունքներ են ներկայացվում եւ այդ աուդիտի արդյունքների, ասենք, նման որևէ բան տարբեր ձեռնարկություններում մուլտիգրուպի կազմում գտնվող չի հայտնաբերվել։ Հիմա երեք ինչու է այդպես ավտոմատավորներով մտան, մարդկանց հանեցին դուրս։ Այո, այո։ Մեր հայրը միշտ մեզ իր ընտանիքին հեռու է πάει քաղաքականությունից, երբևէ մենք որևէ առնչություն, որևէ բանի չենք ունեցել։ Ուղղակի այս դեպքերը ինչ-որ կատարում է, սա ակնհայտ ապօրինի եւ ամեն օր ինքնիցուց գործողություն է, ու սա մեր քաղաքացիները տեսնելով հասկանան, որ սա կարող է բոլորի դուրը թակել ու որևէ մեկի ապրելու ձևը, շարժվելու ձևը կամ չգիտեմ որևէ մի բան, եթե որևէ մեկին դուր չեկա, ցանկացած պահի իմացեք, որ ցանկացած ձևով սա կարող է բոլորին առնչվել։ Մի մարդ ով ամբողջ կյանքում բարեգործություն է արել եւ մենք դեռ շատ փոքր ենք եղել, ես դա միշտ տեսել եմ, որ քաղաքականության մեջ չի եղել կամ այսքան մեծ ունեցվածքի դեր չի եղել հայրս, որը կամաց տարի ընթացքում է ձեռք բերել, մենք մշտապես ականատես ենք եղել այդ բարեգործական հարաբերների ծրագրերին, այո։ Ու հիմա նմանատիպ վարմունք, նման պահվածքը ուղղակի աններելի է ու բարեգործի հետ նման կերպ վարվել ձեռքի եկել Հայաստան մտել 13 ժամ հետախուզություն անել ու որևէ լուրջ բան չգտնել
հետորդ անգամ նույն բանը կրկնել։ Մի անգամ էս ամեն ինչի միջով անցան, կալանավորեցին, տունը խուզարկեցին, հնարավոր ու անհնար միջոցներն օգտագործեցին, գործունեություն դադարեցին, գործանել փակեցին, բացեցին, ինչ ասեք արեցին այս 8 տարվա ընթացքում որևէ հիմք, որևէ լուրջ բան չգտնելով, հիմա գալ ու գտնել ինչ-որ կենդանիներ, որ մարդը տարիներ շարունակ պահել է կենդանիներին, բազմաթիվ անգամներ հեռուստատեսությամբ լրատվամիջոցները դուք տեսել եք այդ կենդանիներին, դա նորություն չի ու գաղտնիք չի, դա իր հոբին է, նախասիրությունն է, մանկուց մենք շատ շուտ ժամանակվանից մենք այդ կենդանիներին պահում ենք, թորնիկների հետ գնում կերակրում են կենդանիներին, բադիկներին հաց են տալիս, չգիտեմ, այդ այն տարածքն է, որտեղ ընտանիքով ժամանակ են անցկացնում, ձուկ են որսում, ու այդ ամեն ինչը հիմա տեսնել, նկատել ու կենդանիներին քնեցնել, տեղափոխել գազանանոց, որտեղ եղած կենդանիներին նորմալ չեն կարողանում պահել, սա ուղղակի թող մարդիկ դատապարտեն, թող մարդիկ ուղեղ ունեն, վստահ եմ բոլորը բանական մարդիկ են, թող մարդիկ տեսնեն ու եզրակացություններն իրենք անեն, ոչ մի բան ասելու չունեն, իսկ գիտեք դատելը աստվածաշնչյան պատգամներով են առաջնորդվում, պատարակներ են գնում, սաղմոսներ են ասում, բայց քրիստոնյայի կյանքը դա ամենօրյա աշխատանքի, ամենօրյա ապրելու ձև է, ամենօրյա ապրելու ոճ է, ապրելու կերպ է, չես կարող ուրիշ բան խոսել, ուրիշ բան անել։ Ուզում ասել ուղղակի մարդը մարդուն չի կարող դատել։ Բոլորի դատավորը Աստված է, որ երկնքում նստած տեսնում է բոլորի արած գործերը ու ինչը ունի սկիզբ, Սողոմոն իմաստ ունի մատանի պատմությունը կախեն բոլորը գիտեք, որ սա էլ կանցնի, վստահ եմ սա էլ է անցնելու, բայց կան բաներ կյանքում, որոնք անդառնալի փոփոխություններ են բերում, ուղղակի մեծ սա էլ կանցնի, մենք այս դատական պրոցեսով անցել ենք, հայրս կալանքի մեջ եղել ամի ամիս ամուսինս էլ էս պահին տնային կալանքի մեջ կանցնի, վստահ եմ ամեն ինչ կանցնի, մենք հանդիպ կարողանալու ենք դիմակայել ու այս փոփոխություններն անցնել, բայց բաներ կան, թող ժողովուրդը հասկանա, որ անդառնալի բաներ կարան լինեն մեր երկրում, մեր պետականության, մեր կրոնի, մեր մշակույթի փոփոխության մեջ, որ դրանք մենք երբևէ էլ հնարավոր է չկարողանանք վերականգնել, իսկ դրա ոնց որ հիմա մենք այս տոտալ անգագիտության պտուղներն ենք խաղում, անարդարության պտուղներն ենք խաղում, սրա սերմերը տարիներ առաջ են տնկվել, այսպես ասած։ Հիմիկվա սերմերը, որ տնկվում են, սրա պտուղները մեր երեխաներն են խաղելու, ցավոք մի քանի տարի հետո։ Ուզում եմ բոլորս թափում ենք, զգոն լինենք, ճիշտ մտածեն, ճիշտ ապրեն, դադարեն իրար քննադատելուց, դադարեն ձվի մեջ մազման գալուց։ Իսկ Աստված վերևն է, ես վստահ եմ, որ ամեն ինչ արդար է։ Հարգելի հետևորդներ, զրուցում ենք Գագիկ Ծառուկյանի դուստրերի հետ, ովքեր այս պահին այստեղ են։ Ահա տեսեք, որ Գագիկ Ծառուկյանի համախոհներով, ծափահարություններով ընդունեցին նրա խոսքերը։ Դուստրերը ևս խոզված էին, որովհետև նրանք այս փորձության միջով, ինչպես նշեց դուստրերից մեկը, անցել են 2020 թվականին կաշառքի գործով մեղադրանք առաջադրվեց Գագիկ Ծառուկյանին, 6 տարի հակակոռուպցիոն դատարան տանել բերելու արդյունքում այս տարվա մարտին միայն հակակոռուպցիոն դատարանը Գագիկ Ծառուկյանին անմեղ ճանաչեց եւ ստացվեց, որ 6 տարի պարզապես խոշոր ներդրում կատարած գործարարին Տիկին Տոնոյան, գուցե զավեշտի ժանրից հնչի, բայց այդ կենդանիների խրտվիլակները, որ տանում էին, մեղադրանք էին դրանց առաջադրել, որ տանում էին, ինչ է նշանակում մտնել մարդու տուն եւ տանել, արդեն շատերը ասում են, որ դրանք խրտվիլակի գող են, ես այդպիսի կարծիքներ եմ այսօր կարդացել եւ լսել, ինձ էլ են ասել, դրանք ինչու էին տանում, ձեզ համար գոնե փաստաբաները գոնե փորձել են պարզել, որն էր այդ խրտվիլակների մեղքը, ինչու են գողանում, հա, կամ տանում։ Հաշվի առնելով իշխանությունների երևակայության աստիճանը, ես չեմ բացառում, որ անգամ այդ խրտվիլակներին տանում էին, որպեսզի նրանցից ցուցմունք կորզեին Գագիկ Ծառուկյանի դեմ, որովհետև այն ջանասիրությամբ
որ գործ է կարվում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այս դեպքում միգուցե նաև այդ խրտվիլակներից փորձում էին ցուցմունք կորզել Գագիկ Ծառուկյանի դեմից, մնացածի մասով մեր փաստաբանները զբաղվում են, այնտեղ տարբեր վարույթներ են, 10-ից ավել վարույթներ են հարուցված, դրանցից յուրաքանչյուրի մասով փաստաբանների խումբ է աշխատում, առաջիկայում իրենք պարզաբանումները կներկայացնեն, բայց առավոտյան ասել եմ, հիմա էլ եմ կրկնում, այդ ամեն ինչը պարզապես այսպես բեմադրված լավ շոու էր, սիմվոլիկայի մեջ սիրահար անձի ուղեկցությունում։ Բայց 5 տարի առաջ չէ նույն այդ շոուն, նույն այդ խրտվիլակների տարան հետո, այսինքն նույն բան ինչքան կարելի է դեժավյուն շրջապատույտը կրել։ Այդ նույն պատճառով եմ ես ասում, որովհետև Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցվեց քրեական գործ, 6 տարի շարունակ քննվեց, այնուհետև Գագիկ Ծառուկյանը արդարացվեց, այն քրեական կալանավորվեց, մի ժամանակ անցկացրեց անազատության մեջ, այնուհետև արդարացվեց։ Դրա համար ես առիթ ունեցել եմ ասելու, քանի որ մեր երկրի ղեկավարը իրեն հռչակել է արդարադատության նախարար, ազգային անվտանգության ծառայության պետ, ներքին գործերի նախարար, բոլոր հնարավոր ինստանցիաներով հայկական Ֆեմիդայի այսպես սկզբունքով է թերևս առաջնորդվում, ես եմ արդարադատությունը վերտառությամբ, ինչ ուզում է այն էլ անում։ Իսկ բացի Գագիկ Ծառուկյանից կան այս պահին այլ ձերբակալվածներ։ Կա մեկ կալանավորված անձ այս գործի շրջանակներում եւ ուզում եմ լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ կոնկրետ այս քրեական գործը Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցվել է օտարերկրյա քաղաքացու այսպես բողոքի հիման վրա, շատ ցավում եմ։ Իսկ օտարերկրյա քաղաքացին Ադրբեջանի քաղաքացի է։ Այս դեպքում Իրանի քաղաքացիություն ունի այդ անձնավորությունը, որը այսպես համատեղ ներդրումային ծրագրի պայմանավորվածություն է ունեցել Multigroup կոնցեռնի հետ, այնուհետև իր պարտավորությունները չի կատարել եւ այս գործում կոնկրետ Գագիկ Ծառուկյանը եւ Multigroup կոնցեռնը անգամ տուժողի կարգավիճակ պետք է ունենային, ոչ թե մեղադրյալի, որովհետեւ կոնկրետ ֆինանսական կորուստներ ունեցել է Multigroup կոնցեռնը եւ Գագիկ Ծառուկյանը անձնապես, բայց ինչպես տեսնում ենք, մեղադրյալի աթոռին Գագիկ Ծառուկյանն է հայտնվել օտարերկրյա քաղաքացի։ Իսկ ներողություն հնարավոր է Իրանի քաղաքացին ծագումով ադրբեջանցի լինի, դուք ինչ գիտեք այդ քաղաքացու մասին։ Ես այդ քաղաքացու ծագումնաբանությանը չեմ տիրապետում անկեղծ ասած, բայց կարծում եմ, որ այո, կարելի է ուսումնասիրել։ Տիկին Տոնոյան, մեկ հարց էր, էլի 21 թվին այդ խրտվիլակները էլի քրգործի շրջանակներում անցել են, այսպես կոչված, երկրորդ անգամ են անցնում, ոսոր հասկացա։ Ես չգիտեմ, միգուցե մեկ անգամից լավ չեն հասկացել, չեմ կարող վստահ պնդել։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ մենք այս պահին գտնվում ենք դատարանում, Ավանի նստավայրում, Երևան քաղաքի առաջին Նատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, որտեղ քննվում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Այստեղ են Գագիկ Ծառուկյանի դուստրերը, քիչ առաջ մենք զրուցում էինք նաև նրանց հետ։ Փաստորեն Փաշինյանի իշխանության տարիներին Գագիկ Ծառուկյանը դատական քաշքշուկների մեջ միշտ էլ հայտնվել է 20 թվականից սկսած։ Եվ հիշեցնեմ, որ դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասում էր, որ ինքը կուլակաթափ է անելու, ինքը ունեցվածքը խլելու է, ինքը նստացնելու է, չէր ասում, որ արդարադատությունը, դատարանը, քննչականը ասում էր նստացնելու են բոլորիդ, ահա եւ ընտրություններից հետո մենք ականատես ենք լինում, որ փաստացի խոսքից անցել է գործի Նիկոլ Փաշինյանը, թեպետ որ մի անգամ իր արդարադատությունը 6 տարի տանջվելուց հետո հայտնվեց անհարմար վիճակում, որովհետև դատարանի որոշումը եղավ այն, որ Գագիկ Ծառուկյանը արդարացվեց։
Կադրերում դուք տեսնում եք Գագիկ Ծառուկյանի դուստրերին, թիմակիցներին։ Ահա այստեղ էլ հավաքվել են Գագիկ Ծառուկյանի աջակիցները։ Ամբողջ ճանապարհը փակ է, նույնիսկ քաղաքային տրանսպորտը այստեղ չէր աշխատում, որովհետև մարդիկ եկել են ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի եւ մեքենաներով, խմբերով դատարանի մուտքի մոտ են։ Հիշեցնեմ, որ վաղ առավոտվա ժամը 9-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ավանստավայրի քննվում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը որպես կալանք ընտրելու փոխելու հարցը եւ 12 ժամ խոզարկություն է կատարվել Գագիկ Ծառուկյանի տանը, նրան պատկանող տարբեր մոտ 70 հասցեներում, այդ թվում եւ իր ձեռնարկությունների տնօրենների ներառյալ նաեւ հասցեներում եւ ապա Գագիկ Ծառուկյանին տեղափոխեցին քննչական կոմիտե, այնտեղից գիշերը, կեսգիշերից անց տեղափոխել են դատարան, որտեղ վաղ առավոտից քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կամ չկալանավորելու հարցը։